Ադրբեջանի համար մի փոքր անսպասելի է եղել խաղաղության փաստաթուղթ ստորագրելու և այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու Հայաստանի առաջարկը։ Ազգային ժողովի նախագահը նման տպավորություն է ստացել վերջին իրադարձություններից։ Ալեն Սիմոնյանի պնդմամբ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, ու այդ մեղադրանքն անլուրջ է։ Բազմիցս հայտարարվել է, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Հայ-ռուսական հարաբերություններում հռետորաբանություն է փոխվել, հետաքրքրվում են լրագրողները։ Սիմոնյանի խոսքով իրենք շարունակում են խոսել խնդիրների մասին։ Հապկի հետ կապված ինչ վերանայենք, հապկը պետք է մի հատ վերանայի, Իրան հասկանա ինքը գոյություն ունի, թե գոյություն չունի, եւ հայտարարի, եթե ինքը գոյություն ունի, ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ինքը հայտարարում է, ապա ինքը ինչ պետք է անի եւ ինչ չի արել եւ ինչ է արձանագրում։ Ազգային ժողովի նախագահի կարծիքով իրենց քաղաքական ուժը հաջողություններ է գրանցել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում անվտանգության ու դիվանագիտության։ Այն երկրները, որոնք որ գիտեն, որ մենք հապկի անդամ ենք, այնուամենայնիվ զենք են վաճառում, դա հաջողություն չի։ Այն որ միջազգային դիտորդները քաղաքացիական Հայաստանի Հանրապետության սահմանին են կանգնած եւ դա բարձրացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգային մակարդակը։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը չի կիսում Սիմոնյանի լավատեսությունը, հատկապես միտքը, թե Հայաստանը հաջողություններ է գրանցել անվտանգության ոլորտում։ Անվտանգ երկրներում ԱԱԾ-ն հեռախոսահամար չի տալի գերի ընկնելու դեպքում։ Իմ իմանալով անվտանգ երկրները էֆեկտիվ կառավարում են իրականացնում իրենց ողջ սուվերեն տարածքի նկատմամբ, այլ ոչ թե առնվազն 200 քառակուսի կիլոմետր բառացի գտնվում է օկուպացիայի տակ ու իրենք դրա հետ կապված ասում են, որ ոչինչ չեն անելու։ Լրագրողներից մեկի հարցը մի փոքր նյարդայնացրեց Սիմոնյանին։ Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե իշխանավորները պետք է ավելի զուսպ լինեն։ ԱՄՆ-ի նախագահ հիմա նյարդային է եւ զուսպ է, ամենադեմոկրատ երկրները, հա։ Բա ում է, հա։ Որ երկրի, ժողովրդավար Անգլիայի երկրի ղեկավարը Անգլիայի վերում եմ։ Լսեք, որը ես համարում եմ, որ հայկական քաղաքական գործիչները բավականին լավն են։ Տարբեր երկրների տարբեր պաշտոնյաներ նյարդայնանում են, բայց ես չգիտեմ որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, ով որ թքում է քաղաքացիների վրա։ Ըստ Հայկ Մամիջանյանի, Նիկոլ Փաշինյանն ունի արտաքին քաղաքական մեկ օրակարգ։ Այն միջազգային ուժը, որը կապահովի իր վերարտադրությունը, իր իշխանության մնալը, նրա հետ ինքը պատրաստ է մի այլ կարգի բարիդրացիական հարաբերություններ պահպանել։ Այնպես որ այո, ոչ մի բան չի փոխվել, Փաշինյանը շարունակում է տերման գալ։ Իսկ խորհրդարանի նիստում Գեղամ Մանուկյանը դատապարտող հայտարարություններ ակնկալում Ալեն Սիմոնյանից։ Պատգամավորի խոսքով օրերս Տիգրան Նավինյանն անհարգալից հայտարարություն է արել քրդական համայնքի վերաբերյալ։ Մեր հարևանների ազգությունը անվանելով փորձում ենք իրար նույնիսկ վիրավորել այն պարագայում, որ դա ընդհանրապես ազգության անվանում է։ Ուստի ես վստահ եմ, որ պարոն Նավինյանը որևիցե մեկին ոչ վիրավորելու նպատակ է ունեցել, ոչ էլ նման գործողություն է իրականացրել։ Թեւավոր արտահայտությունը անաղոհած քրդի շուրջ, բայց բնականաբար որևէ մեկը չի օգտագործում։ Ավինյան ընտանիքի համար արդեն սովորական է դարձել մեր հայրենակիցներին տարբեր խմբերի վիրավորել այսքան։ Ես լրություն դահլիճում, ես շատ ուրախ եմ, որ հենց դուք եք այդ հարցը բարձրացնում, որովհետև դուք հայտնի այն падգամավորներից եք, որը որ սեռական բնույթի հայհոյանք էր գրել Facebook-յան էջում, եւ սեռական բնույթի հայհոյանք էր գրել այն բոլոր մարդկանց, ովքեր որ քվեարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Իսկ Երևանի քաղաքապետ Նավականու նիստում ընդդիմադիրներին հակադարձելիս հետևյալ արտահայտություններ արել։ Մարդիկ պետքան կներեք, բայց փափախով քուրդ չեն։ Իզաբելլա Հովանեսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։